Ես նկարիչ եմ, այս պահին վարում եմ գեղագրության workshop Թումո կենտրոնում։ Գեղագրությունը գեղեցիկ գրելու արվեստն է, որը որ եղել է հայոց դասական կրթության մի մասը, մինչ հեղափոխություն։ Ինքը շատ հետաքրքիր է այն առումով, որ բոլորս գրել գիտենք։ Դա ոնց որ մի ունակություն է, որ մենք վաստակում ենք բջուր ժամանակվանից դպրոցում նաև, բայց գեղեցիկ գրելը մեզանից պահանջում է մի քիչ ավելին։ Եթե ես կարողանում եմ անթերի ծավալ ստեղծել, ամեն անգամ ինձ զգացմունք ունես, ոնց որ սարի գլուխ ես բարձրացնում, այսինքն ինչ-որ մի բարձունք ես գրավել։ Եթե նայենք դեպի արևելք, կտեսնենք, որ գեղագրությունը միանշանակ նույն մակարդակի վրա է դրվում, որպես ցանկացած ուրիշ կերպ արվեստ, գեղանկար կամ գրաֆիկ արվեստ։ Մեր մոտ հայ մշակույթի մեջ գեղագրությունը մնաց գրքի սահմանների մեջ, ու ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը, արդյոք ինչու։ Մենք ուզում ենք փորձել մշակել ծավալներ, որոնք որ կաշխատեն խոշոր չափերի մեջ, որտեղ գիրքը վերջը ունի իր սահմանափակումը։ Պետք է սա սովորել, ինքը ունի իր կանոնները, շատ կախված է նաև նյութերի որակից, թղթի որակից, թանակի որակից։ Շատ կարևոր է գեղագրության կապը տառատեսակների դիզայնի հետ, որովհետև մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ հայկական տիպոգրաֆիայի հետ, եւ գեղագրությունը դա մի միջոցներից է փորձել այդ հարցերը լուծել, այսինքն մենք փորձում ենք նոր ֆորմաներ մշակել, նոր ծավալներ մշակել տառատեսակների եւ այդ փորձերը արվում են թղթի վրա։ Հետո արդեն վերածվում են տառատեսակներին, որոնք որ համակարգչի մեջ են փաստորեն։ Ինքը անմիջական կապ ունի արվեստի հետ, այսինքն մի մարդուն, որը որ բացարձակ ոչ մի կապ չունի էսթետիկայի հետ, հավանաբար դժվար կլինի։ Կարելի է փորձել սկսել զարգացնել ձեռագիրը, ու դա կարա լինի այդ առաջի քայլը դեպի գեղագրություն, հա, որովհետև մեր մոտ ցավոք սրտի հիմա ուղղակի չեն անդրադառնում գեղեցիկ ձեռագրին, որովհետև գնալով ավելի շատ մենք նստած ենք համակարգչի դիմաց եւ սխմում ենք կոճակներ։